Աղազարյան նախորդ խորհրդի հետ կապված ենք ում հետ եք եկել եւ Օրվա խորհուրդը բոլորիս պարզ է, մենք հատուկ գալիս ենք, որպեսզի հարգենք, հիշենք մեր անմեղ զոհերին, հանցագործություն, որը տեղի է ունեցել մարդկայնության դեմ եւ ցավոք սրտի մեր հայրենակիցների, մեր ժողովրդի հետ կապված։ Եվ նաեւ այս ամեն ինչը պետք է մեր համար կարևորվի նրանով, որ ոչ այնքան նրանով, որ մենք անդադ ուզում ենք այս հարցը բարձրացնենք, որպեսզի աշխարհին, մեր հարևան պետություններին բերենք այն կարգավիճակին, որ ընդունեն, հասկանան ինչ է տեղի ունեցել, այլ ուղղակի սա մեր պատմության մի մասն է, մեր կյանքի մի մասն է, եւ հետեւաբար մենք վերապրելով այս ամեն ինչը պետք է աշխատենք յուրաքանչյուրս բերենք մեր նպաստը, որ ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, այլ որևէ այլ ժողովրդի նկատմամբ նմանատիպ անմարդկային, հակամարդկային գործողություններ։ Ցավոք սրտի դուք երիտասարդներն մենք էլ ականատես եղանք մեր կյանքի ընթացքում նմանատիպ իրողության, ինչը կապված է Արցախի մեր հայրենակիցների հետ։ Այսօր Նիկոլ Փաշինյանի ուղերձը դուք լսել եք արդյոք, քանի որ քննադատությունների տեղիք եք, մասնավորապես խոսել է արդարության վերականգնման կոչերի անընդունելիության մասին, քննադատությունների տեղիք եք, ձեր կարծիքը նրա այսօրվա ուղերձի վերաբերյալ։ Իր ցնորական գաղափարի 4-րդ հանրապետության ստեղծմանը, իսկ 4-րդ հանրապետությունը պետք է ստեղծվի, եթե գաղափարը հանկարծ աստվածաշան իրականանա Ադրբեջանի հետ, եւ հետեւաբար դա կլինի հայոց պետականության վերջը, որ ինքը անդադ ասում է պետություն, հայրենիք, պետություն, գտել ենք մեր հայրենիքը, Ադրբեջանն ասում է, տես ինչ խելոք մարդ է ձեր վարչապետը ասում է, որ գտել եք ձեր հայրենիքը, այսինքն դուք հայրենիք եք գտել, այսինքն դուք հայրենիք չեք ունեցել, հայրենիք գտել եք։ Այնիշ մենք մեր պատմական մեծ հայրենիքի մի հատվածի վրա ստեղծել ենք պետություն, ելի նույն պետությունը, ինչ որ ինդիկատորն ինքը, սիրենք, փայփայեք, ուժեղացնենք այդ պետությունը, համաձայն ենք, բայց ինքը, երբ որ ասում է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցել այդպիսի ցավալի դեպքեր, ասում ինչ կապ ունենք մենք Օսմանյան Թուրքիայի հետ, ինչ կապ ունենք մենք այս ժամանակ այն հայերի հետ, ինչ կապ ունենք։ Վաղը քաղաքացուն խորոված կանենք, ուտենք, խմենք, մոռացեք այդ ամեն ինչը, մոռանանք, կտրենք արմատներից, որ ստեղծենք 4-րդ հանրապետությունը։ Իր ուղերձը դա է, ըստ էության։ 18 թվականից հետո քաղաքացիորը նշվել է, դուք եւս որպես իշխանության մաս այդ ժամանակ մասնակցում եք։ Վաղը լինելու եք հրապարակում, քանի որ բոլորին է հրավիրում, եւ խորոված партիի, եւ հետո երեկոյան այդ համերգին։ Ճիշտ է, ես այդ օրենքի նախագծին կողմ եմ քվեարկել, բայց հիմա ես կներեք այս տարիքում այսօր 3 օրա, 4 օրա, 5 օրա մտածում եք, որ ոնց հարմարացնենք մեր գործերը, որ գանք, ասենք հարգենք հիշատակը ամեղ զոհերի, դրանից հետո մի քանի օր ապրում ենք այդ ազդեցության տակ, ճիշտ է, հիմա չենք սգում, հիշում ենք, հիշատակում ենք, բայց այդ օրերով ենք ապրում։ Ինքը ուզում է խորովածով կտրի այդ ամեն ինչը, մեր պատմության այդ մի թելը կտրի եւ նորից եմ ասում, ծառայեցնի այդ ամեն ինչը իր ցնորական գաղափարի 4-րդ հանրապետության ստեղծմանը։ Նույնն հունվարի 27-ի հետ կապված ասեն այդ օրը, որ հռչակեցին, հա, հիշատակի օր, հաջորդ օրը ուրախությամբ ասում են բանակի օր, այսինքն ասում են այս իշխանությունը բոլոր այդ օրերը այսպես հետեւաբար ես արդեն եկել եմ այն համոզման, որ այս ամեն ինչը արվում է նպատակամղված։ Ցավոք սրտի այդ համոզմունքը թաքունի մոտ առաջացել էր մի 2-3 տարի առաջ, ինչի արդյունքում հակասություններ առաջացավ մեր մեջ, ասենք, քաղաքական իմաստով, որովհետև երբ որ ես հարցադրումներ էի անում, թե արդյոք բանակցությունների ընթացքում քննարկվում է ադրբեջանցիների այսպես կոչված փախստականների վերադարձ Հայաստան, ինքը անդադ ասում էր, որ ոչ, իսկ զմռանն էր, երբ էր, որ Եվրոպայից դիմեց Ալիևին, որ արի մենք մոռանանք, ուղիղ չեմ ձևակերպում, մենք մոռանանք Արցախի հայության վերադարձի հարցը, դուք էլ մոռացեք այսպես կոչված փախստականների ադրբեջանցի վերադարձի Հայաստան։ Դե հիմա արդեն վերջերս Ալիևի կողմից հովանավորվող հասարակական կազմակերպությունները հստակ ասացին, որ մենք չենք մոռանալու։ Այսինքն այդ գաղափարը իրանց մոտ շատ լուրջ է դրված։ Հիմա ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ ձևով ուզում է կորտանի պետությունը, բայց իր քայլերը եւ իր վերընտրվելու այսպես կոչված հանգամանքը
կարող է առաջացնել այնպիսի մարտահրավերներ, որոնց կառավարումը լինի անհնարին։ Այդ իմաստով վերադարձ օրինակ ադրբեջանցիների վերադարձ։ Եթե ադրբեջանցիների վերադարձի հետ կապված որևէ փաստաթուղթ ստորագրվի, ապա դա նշանակում է Հայաստանի Նախիջևանացում գգնան մեր երիտասարդները ստե ապագա չեն կապի, որովհետև արդեն դա ակնհայտ կլինի։ Մենք փոքր ենք, մենք 2.5-3 միլիոն ենք, Ադրբեջանը 10 միլիոնի չափ է, Թուրքիան չհաշված։ Ասիմիլյացիա կլինի եւ մենք հա պատերազմ չի լինի, խաղաղություն կլինի, մենք մեր տները ճիշտ է չենք ծախի $100,000, բայց կծախենք $40,000, ուրախ կլինենք, որ մեզ չկոտորեցին։ Մենք բոլոր դեպքերում մի քիչ հարմար գնով վաճառեցինք մեր տները եւ գնացինք Լոս Անջելես, գնացինք Մոսկվա, գնացինք ուրիշտեղ, բայց դա այդպես է լինելու։ Դա այդպես է լինելու, ուղղակի դա ակնհայտ է։ Պարոն Ղազարյան, ներողություն, դուք որոշեցիք չմասնակցել խորհրդարանական ընտրությանը, ում եք աջակցելու այդուամենայնիվ։ Մենք կսպասենք բոլոր կուսակցությունները գրանցվեն, դե ակնհայտ է թե ում չենք աջակցելու, բայց կսպասենք բոլոր կուսակցությունները աջակցեն, որովհետև անդիմադի դաշնում կան ուժեր, որոնց հետ մենք ճանապարհ ենք անցել, համագործակցություն ենք ունեցել, հիմա այս պահին նպատակարար չեն գտնում այդ հարցին անդրադառնալ, դրանից հետո մենք կանադառնանք այդ հարցին։ Պարոն Ղազարյան, իսկ ընդդիմության եւ իշխանության շանսերը այս պահին ինչպես եք գնահատում, հաշվի առնելով նաեւ ժողովրդի տրամադրությունը։ Եթե մեր ձևով շարժումը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, ապա Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է։ Եթե մեր ձևով շարժումը համախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, ապա Նիկոլ Փաշինյանը շանս չունի։ Կհաջողվի մեր ձևով մի դրոշի տակ համախմբել, ինչ եք կարծում։ Ես կարծում եմ բոլոր դեպքերում նմանատիպ բազմաթիվ նպատակ հարցադրումները որ հնչում են, կարող է պատահի տեղ հասնի, որովհետև մեր ձևով շարժման ներկայացուցիչները լուրջ պատրաստված մարդիկ են, մի մասը իհարկե բիզնես աշխարհից, բայց արդեն ցուցակները մեկ տեսնում եք, որոնց կան լուրջ քաղաքական գործիչներ եւ շատ հնարավոր են համարում գտնեն բանաձև համախմբման ընդդիմությանը եւ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը շանս չունի։ Իմիջիայլոց մենք մի բանաձև առաջարկել ենք եւ շարունակաբար այդ բանաձևը պնդելու ենք նման կամ այդ բանաձևը կամ դրան նման մոտիկ բանաձև հնարավորություն կտա ցույց տալ Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը։ Պարոն Ղազարյան, իսկ ձեր որոշման հիմքում բացառապես ձեր կուսակցության քննարկումներն են եղել, թե դուք այդուհանդերձ ունեցել եք նաև այլ ուժերի հետ քննարկումներ, թեկուզ նաև դաշինքով գնալու, որին հասնել չի հաջողվել։ Մենք այլ ուժերի հետ քննարկել ենք դաշինքով գնալու ֆորմատով, օրինակ Լուսավոր Հայաստանի եւ բոլորին դեմ եմ օրինակի համար։ Այդ մյուսներին չասեմ եւ բանը տարբեր պատճառներով չի ստացվել այդ համագործակցությունը։ Բայց մենք իրենք կայացրեցինք այդ որոշումը, որովհետև մենք նաև շփվում ենք այս ընթացքում մեր համակիրների հետ եւ եթե ուշադիր եք եղել մեր համաժողովը մենք հետաձգել ենք մի անգամ, որպեսզի կարողանանք այդ process-ները ավելի օբյեկտիվ անցնենք, որպեսզի պարոն Ասլանյանը եւ ես ասենք որ պատգամավոր ենք հիմա այս պահին մեզ թվում է թե մենք ինչ որ մեծ քաղաքական արժեք ենք ներկայացնում, հանկարծ այնպես չլինի որ հակառակ էֆեկտ ունենա, այն իմաստով հակառակ էֆեկտը, որ եւ պարոն Ասլանյանն եւ իմ նպատակն է այս պահին անել մեր համեստ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի։ Հիմա պատկերացնում եք, մենք մասնակցենք ընտրություններին եւ հավաքենք 3.9% ձայն եւ դա ճակատագրական լինի իմաստով որ չանցնենք, մենք չանցնենք եւ ճակատագրական լինի իմաստով որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Այդ դեպքում մեր այսպես կոչված արտահայտած մտքերը գաղափարները իդերև կլինեն։ Հալա չեմ ասում որ մենք լավա փառքաստու որ երեք այդ որոշումը ընդունեցինք։ Այսօրվա իր բանից հետո մենք առավել եւս պարտավոր էինք այդ որոշումը ընդունել իր ուղերձից հետո։ Իշխան Սաղաթելյանի կոչին մասնավորապես ընդդիմությանը, որ միասնական հանրահավաք իրականացնեն, դրա վերաբերյալ ձեր դիրքորոշումը, կուսակցության դիրքորոշումն ինչպես է։ Միասնական հանրահավաք հասկացնելու գաղափարը լավ գաղափար է, բայց բանաձևերը ես պարոն Սաղաթելյանի բոլոր հարցազրույցները գրեթե նայել եմ, այն բանաձևերը, որոնք ինքը առաջարկում է, իմ կարծիքով ամբողջական չեն։ Վերջի պահը ամբողջական չի։ Մասնավորապես նշмарվում է հետընտրական, այսպես կոչված, ինչ-որ դրսևորումներ, հետընտրական դրսևորումներ։ Այսօր նայեք, վերցնենք այս դաշնակցությանը։ Այսօր պայմանական 100 քաղաքացի կարող է գա փակ գախնի քվեարկությամբ ձայն հետո դաշնակցությանը, փակ գախնի քվեարկությամբ, որովհետև չի ուզում իր հարևան Գևորգը, որը պաշտոնյա է, իմանա, որ ինքը դաշնակցությանը ձայն է տվել, բայց փակ գախնի քվեարկությամբ կտա։ Բայց որ դաշնակցություն ասի արի բան անենք,
փողոցային պայքարը սկսենք, ինքը չի գա, որտեղ իր հարևան Գևորգը կիմանա, որ ինքը արդեն դաշնակցությանը աջակցում է։ Հետևաբար հետընտրական այդ process-ները պետք է լինեն միայն դեպքում, արդյունք ոչ թե պետք է լինեն, այլ արդյունքը տա միայն այն դեպքում, երբ որ ակնհայտ ինչ-որ բաներ տեղի ունենան։ Պետք է ամեն ինչ անել, որ հունիսի 7-ին այդ հարցը լուծվի։